Ռուսաստանի անվտանգության խորհրդում հաշվել են, թե օրինակ որքան կարժենա բնական գազը, եթե Հայաստանն այն ձեռք չբերի Ռուսաստանից։ Կառույցի ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ Եվրամիությունը նախ պատրաստ չէ իր վրա վերցնել իրական ծախսերը հանուն Հայաստանի, եւ միայն Հայաստանի համար ոչ Ռուսաստանից ստացվող գազը կարող է թանկանալ 3-ից 4 անգամ։ Հայաստանը գազի 84%-ը ներկրում է Ռուսաստանից։ Օրինակ, միայն գազի արժեքի տարբերությունը համաշխարհային գների հետ ծածկելու համար տարեկան կպահանջվի մոտ $1 միլիարդ։ Եմեն դժվար թե դա փոխհատուցի, նշանակում է ծախսերի բեռը կընկնի բնակչության վրա։ Հայաստանում էլեկտրաէներգիայի ավելի քան 40% արտադրվում է գազից։ Ուստի ըստ Շոյգուի, Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու եւ ռուսական մատակարարումների կրճատման դեպքում տնային տնտեսությունների համար գների աճից խուսափել չի հաջողվի։ Արդյունաբերության եւ տնային տնտեսությունների դեպքում էլ ըստ Շոյգուի էլեկտրաէներգիայի սակագինն էլ կաճի։ Այստեղ ենթակառուցվածքների խնդիր կան։ Այն ենթակառուցվածքները գազամուղի, որը Վրաստանով գալիս է, արդյոք մենք կկարողանանք դա օգտագործենք։ Թե նոր գազամուղի հարուցելու խնդիր կա, այս Գազպրոմ Արմենիան ունենք, որի հետ կապված որոշակի խնդիրներ կարան առաջանան, եթե, չգիտեմ, մենք փոխենք մեր գազի մատակարարին կամ տեղում ենթակառուցվածքները։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի ղեկավարը հայտնել է նաև, որ Հայաստանի իշխանությունները հանրապետության ատոմային էլեկտրակայանում չհամաձայնեցված աշխատանքներ են իրականացնում արևմտյան կապալառուների հետ։ Շոյգուն այստեղ վտանգներ է տեսնում։ Հայաստանի իշխանությունները բանակցում են կայանի համար արտասահմանյան վառելիքի մատակարարման շուրջ եւ չհամաձայնեցված աշխատանքներ են իրականացնում արևմտյան կապալառուների ներգրավմամբ, այդպիսով կարելի է ոչ միայն երաշխիքից զրկվել, այլև գործը հասցնել աղետի։ Ռուսաստանից դեպի Հայաստան զբոսաշրջության կրճատում մինչև $1.5 միլիարդ կորուստ։ Շոյգուն համարում է, որ Եվրամիության հատկացրած փոքր գումարները ուղղվում են հենց եվրոպացիներին ձեռնտու նախագծերին եւ չեն կարող փոխհատուցել այդ կորուստները։ Օրինակ, €1.5 միլիոն կարող է ուղղվել այսպես կոչված անկախ մեդիայի զարգացման, այսինքն սեփական քարոզչության համար, €2.2 միլիոն վիզաների ազատականացման ռեժիմին աջակցելու համար, ինչն ակնհայտորեն չի փոխհատուցի Ռուսաստանից զբոսաշրջության կրճատումից կորուստները։ Հայաստանի գործադիրի ղեկավարը հայտնել էր, թե Հայաստանը կշարունակի աշխատել ԵԱՏՄ-ում մինչև այն պահը, երբ Եվրոպական միության եւ Եվրասիական տնտեսական միության միջև ընտրությունը անխուսափելի դառնա։ Եվ այդ որոշումն ըստ Փաշինյանի Հայաստանի ժողովուրդը պետք է ընդունի հանրաքվեի միջոցով։ Ռուսաստանի անվտանգության խորհրդից այսպես են արձագանքել. Երևանը չի ցանկանում ԵԱՏՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել, քանի որ եթե բնակչությունը դեմ արտահայտվի, Հայաստանի իշխանությունները ստիպված կլինեն տհաճ խոսակցություն ունենալ եվրոպական հովանավորների հետ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։